Ողջույն։ Ազգային ժողովի ամբիոնից 3 հայտարարվեց Ադրբեջանի հերթական երազանքի կատարման մասին։ Հայաստանի վարչապետը, որը ունի յանով վերջացող ազգանուն ու խոսում է հայերեն լեզվով, Ադրբեջանի 37 տարվա երազանք կատարեց 3, հայտարարելով Ղարաբաղյան շարժումը չշարունակելու մասին։ Ասում է, Ղարաբաղյան շարժման պատճառով մեր պետությունը չի կայացել, անկախությունը չի կայացել, մենք պետք է Ղարաբաղյան շարժումը չշարունակենք։ Սա հերթական ուղերձներ Ալիևին, թե տես, պարկ պահանջ չունեմ, էս մի բանն էլ քո սրտով արեցի էլի, ստորագրի էլի այդ պայմանագիրը։ Համաձայն եմ Մինսկի խումբը լուծարելուն, հրաժարվում եմ Ղարաբաղյան շարժումից, հրաժարվում եմ գերիներից, հրաժարվում եմ մեր 200 քառակուսի կիլոմետրից, որ օկուպացրել ես, գյուղեր եմ տալիս, հայցերից եմ հրաժարվում, Ղարաբաղն էլ զաթո տվել եմ արդեն, հետքն էլ փորձում եմ վերացնել, միայն թե պայմանագիր արի ստորագրենք։ Վստահ եմ, որևէ մեկը չի կարողացել պատկերացնել, որ նման ղեկավար հնարավոր է Հայաստանն ունենա։ Արցախյան շարժումը Նիկոլը չի սկսել, ոչ մի ավանդ չունի այդտեղ։ Արցախյան պատերազմում Նիկոլ Փաշինյանը մի պատրոն չի կրակել, բանակ չի գնացել, ապրիլյան պատերազմին մասնակցություն չի ունեցել, պատերազմից 1.5 ամիս անց գնացել է իր ջոկատով խրամատ փորելու, պատերազմից հետո կրկնում եմ։ Ու ոչ մի բանին մասնակցություն չունենալով, բոլոր պատերազմների ժամանակ լրագրող ու խմբագիր աշխատած լինելով, մեր հաղթանակների դեմ խոսելով 44-օրյա պատերազմում գերագույն հրամանատար է աշխատել, սահմանադրությամբ ու հանձնել է սաղ։ Ինչպես որ նա չի սկսել Արցախյան շարժումը, այնպես էլ չի կարող ավարտել, դա պետական ծրագիր չէ, որ կառավարությունը ավարտի, դա համազգային շարժում է ու այդ շարժման մեջ երկրի վարչապետը անգամ շատ փոքր մարդ է։ Նիկոլ Փաշինյանը 3 մարտի 26-ին խորհրդարանում ջղաձգումների մեջ էր, ակնհայտ էր, որ այդ մարդու մոտ ֆիզիկական ու հոգեկան տեսանկյունից ոչ մի բան կարգին չէ։ Ինչու է այդպես, որովհետև իմ գնահատմամբ նա բոլորից լավ է տեսնում, որպես թիվ 1 բանակցող, որ իր հորջորջած խաղաղության պայմանագրի փոխարեն կանգնել է պատերազմի առաջ։ 3 էլի հիշել էր, որ նախկին նախագահները արհամարել են իրեն բանավեճի հրավերը չընդունելով եւ դուրս եկավ ափերից, բայց դրանով ընդհանրապես հնարավորություն տվեց համացանցին կտրել, տարածել ու ծաղրել։ Իսկ այ իրավիճակից չկարողացավ շեղել, իսկ իրավիճակը այն է, որ կանգնած ենք Ադրբեջանի շատ հնարավոր ագրեսիայի առաջ, դրա համար է կատաղում, 21 թվից հայտարարում է խաղաղության մասին, 25 թվականն է ու Ադրբեջանը սահմանից կրակում է։ Պատկերացնում եք, Հայաստանի պաշտպանության նախարարությունը ծածկադմփոց է անում Ադրբեջանի կրակոցները։ Մեկ ասացին, չեն կրակում, սուտ է, հետո որ հակադարձումները շատացան, ասացին կրակում են, բայց ոչ մեզ վրա, հետո ասացին կրակում են, բայց օդ, սահմանամերձ գյուղերի բնակիչները ցույց են տալիս, որ այդ օդ կրակելու արդյունքում իրենց տները վնասվել են։ Սյունիքի մարզի Խոզնավար ու Խնածախ գյուղերի բնակիչներն ասում են անընդհատ կրակում են մեզ վրա, սարսափի մեջ ենք։ Խնածախի բնակիչն ասում է գիշերը չենք քնում, ցերեկն ենք քնում, որովհետև գիշերը կրակում են, վախենում ենք։ Բալկոնում թշնամու փամփուշտների հետքերն են։ Գիտեք որտեղից է Ադրբեջանը կրակում։ Կրակում է 2021 ու 22 թվականներին օկուպացրած տարածքներից։ Մեր տարածքներից կրակում է մեզ վրա։ Ադրբեջանը կրակում է օկուպացրած Արցախից։ Քպական падգամավորն ասում է պատերազմի վտանգ կա, բայց հիմք չկա։ Այդ հիմքը դուք եք, ձեր թիմն է, ձեր ղեկավարն է։ Այն որ ասում ենք ձեր կեցվածքը, պահվածքը, տեսքը, ոճը, բանակցելու ձևը բերելու է պատերազմի, 2018-ից հետո մի քանի անգամ բերել է արդեն։ Իրենք ձեր պատճառով են կրակում։ Պատերազմի հիմքը Նիկոլն է, Արարատն է, Ալենն է, Կոջորյանն է, Ռուբինյանն է։ Դուք տեղով հիմքեք ագրեսիայի, որովհետև հա ասել եք տանք, զիջենք, որ պատերազմ չլինի, ու տվել եք ինչ հնարավոր է ու ինչ անհնար էր։ Ժողովուրդ, դու պետք է այս հարցը տաս ՔՊ-ին։ Ասում եք Ղարաբաղն է ուզում Ադրբեջանը, տանք հանգիստ ապրենք, տվել եք, բա ինչու է կրակում Գորիսում։ Ղարաբաղն էր ուզում, ինչու է կրակում Գորիսի վրա։ Դու Ղարաբաղը տվել ես, որ Գորիսի վրա չկրակեն, բա ինչ են կրակում։
Այս սրա համար է Նիկոլ ընկնում հոգեխանգարմունքի մեջ։ Քպականները լուրջ մտածելու բան ունեն։ Ձեր շեֆը ոչ մի հարց չկարողացավ լուծել։ Ձեզ էլ մտցնում է խաղի մեջ, խաղացնում է, բայց լուծումներ չունի։ Դուք պետք է վերջի վերջո հարցը տաք, լավ, պատռեցինք մեզ, գնացինք այստեղ այնտեղ, հայտարարեցինք, որ խաղաղության պատրաստ ենք, թղթերը սարքել ենք, ամեն ինչ համաձայնեցրել ենք, բայց ինչի չի ստացվում, ինչ է մեզ արհամարում վերջի վերջո։ Այս հարցերը պետք է տան, իրենք պետք է հասկանան, որ խնդիրը ոչ թե իր նկարագրած բաներն են, ոչ թե ռուսն է, նախկիններն են, այլ հենց ինքն է։ Ինքը այսօր բերի Ադրբեջանի համար ամենաձեռնտու փաստաթուղթը, որ իրականում բերել է, Ալիևը չի ստորագրելու, որովհետև ինչքան էլ ձեզ պատռեք, ինքն ու իր իշխանությունը Ալիևի համար արժեք չունի։ Ինչ էլ ասեք, Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակվի, այսինչը մերը չէ, այնինչը մերը չէ, Ալիևը հասկանում է, որ նա գործ ունի մարդու հետ, որը փոքրամասնությունների իշխանություն է Հայաստանում։ Հայ ժողովրդի մեծամասնությունը երկրում եւ երկրից դուրս համակարծիք չէ, դրա համար էլ Ալիևը բանի տեղ չի դնում, նա ոչ համազգային լիդեր է, ոչ լեգիտիմ ղեկավար է, ու այդ ամենը ապացուցված է, տակը ոչինչ չի մնացել։ Ինքը կարող է Ալիևին սիրաշահելու համար ասել վաղվանից Հայաստանը չկա, դրոշը փոխում է, մեզ եմ անում, բայց դա անգամ Ալիևի համար քանի կոպեկի արժեք ունի։ Նա քպականների ապագայի վրա է խաչ քաշելու քաշում, բայց ազգի դեմ այդ հայտարարությունները չեն կարող նշանակություն ունենալ, ազդեցություն ունենալ, որովհետև վաղը իր իշխանությունը հենց փոխվեց, այս ամենը հետ է պտտվելու, փոխվելու է, այդ ամենը Ալիևը լավ հասկանում է։ Դրա համար էլ դուք ունեք մտածելու բան, ՔՊԱ-ականներ, մենք չունենք, դուք բաներ եք շալակում ու վստահ եմ չեք էլ հավատում, որ ինչ ասում եք իմաստ ունի։ Օրինակ ՔՊԱ-ական падգամավորը նախկին լրագրող ասում է Ալիևը թող օգտվի թուղթը ստորագրելու շանսից։ Մեկը հարցնի էլի, դու իսկականից հավատում ես քո խոսքերին։ Ալիևը կարծում եք ձեր պարագայում ունի շանսի անհրաժեշտություն, իսկականից դուք այդ խելքին եք։ Ես օրինակ ավելի բարձր կարծիք ունեմ ցանկացած այլ մարդու վերաբերյալ, քան նրանց, ովքեր այսօրվա իրողության մեջ այդ մտքին կհավատան։ Անընդհատ Նիկոլը հիշում է, որ իրեն արհամարել են նախկին նախագահները ու չեն գալիս բանավեճի, որ այդքան քեզ ճաղում ես, թե եկեք բանավիճենք։ Այն գլխից քեզ ասացին, որ քո հետ բանավիճելու բան չունեն։ Ես էլ քեզ ասում եմ, գնա Ալիևի հետ բանավիճի։ Ալիևին ինչի տենց ջղաձգվելով չես կանչում բանավեճի։ Մեծ կարևորություն է տալիս, թե 25 տարվա թղթերը բերենք բանավիճենք։ Գնա Ալիևի հետ բանավիճի։ Նա կրակում է մեր գյուղերի վրա, պատուհանների վրա այսօր 2025 թվականի մարտի 27-ին, մարտի 26-ին, մարտի 25-ին գնասա ինչ ուզեցել ես տվել եմ, ինչ ասել ես համաձայնել եմ, պատրաստ եմ ստորագրել, բայց ինչ ես կրակում։ Բանավիճելու բան չկա այդտեղ։ Ալեն Սիմոնյան, քեզ էլ եմ հարցնում, բանավիճելու բան չունեք Ալիևի հետ, կրակում է ձեր այդքան սիրած ասած ինքնիշխան տարածքի վրա։ Նրա հետ բանավիճելու բան չունեք, 25 տարվա բանակցային թղթերի վրա եք ուզում բանավիճել ու այն դեպքում, որ սա հենց դուք եք զրոյացրել։ Ալիևի հետ կրկնում եմ բանավիճեք, ասեք 2020 թվականից բանակցում ենք, ինչ է զոր կուտակել սահմանին։ Խաղաղության պայմանագիր ենք պատրաստել, ինչու է քո բանագնացը սպառնում, թե արագ նախապայմանները կատարի, թե չէ կհարձակվենք։ Դու ռիսկ չունես Ալիևի հետ բանավիճելու։ Քեզ համար կոմֆորտ է, որ 120 ախրանիկով գազ խորհրդարան, քո խմբակցության առաջ կանգնես ու մի տեղը պատռես։ Բայց դա չի անցնում։ Ասենք երեք ազգային ժողովում փիղ ճղեցիր ու հելար գնացիր։ Ու ինչ եղավ։ Ասեմ ինչ եղավ։ Ադրբեջանը էլի սպառնաց, որ շուտ արա։ Ինչ հանձնարարել եմ կատարի։ Խնածախում էլի կրակեցին, արտգործնախարարը հայտարարեց, որ Ադրբեջանը կարող է խուսափել ստորագրելուց։ Նրա տեղակալն էլ մի ուրիշ տեղ ասաց, Ադրբեջանը հող է նախապատրաստում սադրանքների համար։ Այսինքն քո խորհրդարանում ինքնամոռաց գորգորոցները այս տեսքով, բացի TikTok-ի խնդալու մատերիալ դառնալը, ուրիշ բանի համար չեն աշխատել։ Ու այդ քո գորգորոցները անզորությունից են։ Դուք ասում եք խաղաղության պայմանագիր, բայց Ադրբեջանը զենքերն է լիցքավորում։ Այնքան խնդալու բառապուշար ունի ԿՊ-ն, լուրջ եմ ասում։ Ասում է ընդդիմությունը, որ այնքան ժամանակ իշխանության էր, անընդհատ վախեցնում էր պատերազմով։ Դուք ամեն անգամ ասել եք հանձնեն, որ պատերազմ չլինի, ու 10,000 քառակուսի կիլոմետր արդեն այդպես վախեցնելով հանձնել եք։
Ձեր ղեկավարը ուղիղ 1 տարի առաջ գնացել էր Տավուշ ու ասում էր, եթե չհանձնեմ շաբաթվա վերջում պատերազմ կլինի։ Վախեցնելը էտա, այդպես վախեցնում եք ու երշիկի պես կտրտում մեր սահմանը։ Այդ խաղաղության պայմանագիրը չկա, որ ընդդիմությունը կամ որևէ մեկը ձախողի։ Ժողովուրդ ջան, մենք տեսնում ենք, որ մեր գլխին աղետները, որ գալիս են, չնայած հա խոսում են խաղաղությունից։ Նիկոլ Փաշինյանի խաղաղության մասին ելույթները մահեր են բերում։ Ասել է ինձ ընտրեք, թե չէ որ Քոչարյանը գա պատերազմ կլինի։ Մնացել է ու բերել է մահեր։ Երեկել է բերել, վաղն է բերելու, ուրիշ բան չեք կարող։ Ասելու եք խաղաղության պայմանագիր, բայց պատերազմ է լինելու միջանցքի համար։ Ասելու եք խաղաղության պայմանագիր, պատերազմ է լինելու այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի համար։ Ասելու եք խաղաղություն, պատերազմ է լինելու Վարդենիսի համար, Սևանի համար։ Դուք պատերազմի ագռավներն եք։ Կարճ ասած։ Մի անգամ Նիկոլիկին պատգամավորներից մեկն ասում էր, ում երեխեքի կյանքի հաշվին եք ուզում Շուշի ու Հադրութ հետ բերել։ Այսօր նույն ասում է մեկ այլ ԿՊ-ական։ Հիմա տեղին է հարց տալը ԿՊ-ին։ Ում երեխեքի կյանքի հաշվին եք ձեր իշխանությունը պահում։ 2020 թվականին ձեր իշխանության պահպանման համար զոհել եք 5000 կյանք։ 2022 թվականին ձեր իշխանության պահպանման համար զոհել եք 224 կյանք։ 2023 թվականին ձեր իշխանության պահպանման համար զոհել եք 249 կյանք։ Հարց եմ տալիս ԿՊ-ին։ Ձեր իշխանությունը դեռ քանի կյանք է խժռելու։